Ողջույն բոլորին, ես որոշել եմ արդեն կամաց մանրից սկսեմ հավաքել վլոգը և ձեզ ներկայացնել։ Ես գիտեի, որ ես երկար չեմ կարող բացակայեմ դրա համար, ինձ պետք էր որոշ ժամանակ, բայց չգիտեմ, ես վլոգը երբ կլինի։ Մեր մոտ ահա որ շոկ է, ես բանկ եմ գնում, շորիկ եմ հագել, բայց հուսամ քամի չի լինի, շորը մի քիչ տենց բան չի։ Քամուց շատ է շարժվում ու ուզում եմ հատ սենց նյութերից ազնեմ, որ կպցնեմ տենց չէլեկտրականանա և այլն։ Հա, ինչպես ասացի, ես գնում եմ բանկ, ես արդեն շոքում եմ և հետ եմ գալի ու վերջ այսօր բան չունեմ անելու Թուղթը հետը ստանում եմ իմ մաշնիկը ասել էստեղ և ընդեղ դժվար կարողանամ չստամ, քանի որ բանկում չի թույլ է տրվում հեռախոս օգտագործել գնամ շուտ վճարեմ կամ նստեմ գործեմ, քանի որ այսքանի օր ես զբաղված էի, հետո մի քիչ գրիպային պահեր կա մոտս, երեկ չեմ գնացել մարզասրահ, այսօր տեսնեմ, տեսնենք, այսօր ամսի քանիսն է, ամսի 29-ը, ամսի 29-ը բանի ապրիլի Այնպես որ իմացեք, երբ բանց եմ սկսել վլոգը։ Всё, գնացինք։ Ուրեմն ես գնացի բանկ, վերադարձա, արագ գնացել եմ, եկել եմ, մարդ չկար, միանգամից մտել եմ, այնտեղ թույլ չի տրվում նկարել դրա համար։ Ճիշտն ասած, ուզում էի մի թեմայի պահով խոսել, մազերս ներկելու է։ Հա Պատմեմ, թե ինչ ա եղել վերջի այս մի ամիսը, հա, որ մի ամիս երևի տենց կամ մի քիչ երևի չեմ նկարել, չեմ տեղադրել։ Ուրեմն, ես այս մի քանի օրը մնացել էի առանց կոֆեի։ Իմ կոֆեն ոչ մի տեղից, ավելի ճիշտ բետոյի հարմար էր գնալ Walmart, ինձ էլ Aurora, այստեղ մեր մոտ, ուրիշ Walmart էլ կա, բայց հեռույա, տենց հարմար չի, մի խոսքով, տենց, մի հատ կոֆեի համար գնաս հասնես, մի խոսքով, չկար, ես այստեղ գնացի կիրակի օրը բանի աղացկա տեղից կոնե մի քիչ վերցնեմ, միջև էդ էլ շաբաթօրներ գնացի փակեր ու վերջապես 3 բետոն իմ համար մի հատ կոֆե ա բերել, բայց այն կոֆեն չէ, որ ես առնում եմ մշտական, Walmart-ից ա առել, ես էլի խմել եմ հենց ամենասկզբից, որ սկսեցի փնտրել սուրճ իմ համար հայկական, սենց գոնե համին նման լինի, դա վերցրեցի, դա էի խմում ու իրականում շատ լավն էր, հետո որ այս մեկը քթա ավելի էժան տարբերակով, տենց դա էի վերցնում, բայց քանի որ մենք բան չունեինք, ձև չունեինք, նորից վերադարձել եմ դրան, ներքև իշնեմ ցույց կտամ, բայց շատ լավն է, իրոք, ավելի մանր է իր աղացած, բան փոշին աղացած ու մոռացել էի համը ու ասի լավն է, տեսնենք կարող է նորից փոխեմ, մեկ ենք խմեմ, մեկ ենք առնեմ, տեսնենք, ինչի մասին էի ուզում խոսեի, Instagram-ում հարցում էի դրել, որ հարցեր տան ինձ, պատասխանեմ, եթե ինչ-որ հարցեր ունեն, ու մարդիկ կային, շատ են հետաքրքրվում իմ կեսարի տան պահով, և նաև հարցնում են, թե
ինչ եղավ իմ կեսրարի տան հետ, ինչի այնտեղ չենք ապրում։ Ճիշտ ասած ես այդ մարդուն պատասխան տվել եմ, բայց երևի շատերին կհետաքրքրի, հա, այս հարցը, քանի որ մենք առանձին ընտանիք ենք, սկսեմ դրանից։ Կեսրարս իր կնոջ ունի, այնտեղ տարածքը փոքր է, պատկերացնում եք, խոսքի եթե մենք իրանց հետ ապրեինք, եթե օրինակ ասենք հնարավորություն չունենայինք, տեղ չունենայինք, ուրիշ տարբերակ չունենայինք, սենց մեզ մի պատ էր բաժանելու խոսքի իրանք, չգիտեմ, ու իրանք առանձին գիտեք, այստեղ հայերի նման չեն, որ սենց մտահոգվեն, սենց շատ իրանց երեխեքի պահով իմ երեխուն իմ կողքին պահեմ, սենց չէ, այս մարդը ամուսնացել է երկրորդ անգամ, իր կյանքը վայելում, ավելի լավը վայելում, քան մենք, ամբողջ օր ճանապարհորդում է, տարվա մեջ մի անգամ գնում գալիս են իր կնոջ երկիրը հետ են գալի, իրանք իրանց գործերով դուրս են գալի, չեն խառնվում ոչ մեր կյանքին, ոչ էլ մենք ենք իրանց կյանքին խառնվում ու ճիշտ չեմ համարում գնալ իրանց հետ ապրելը։ Ու բացի այդ, այսքան չարչարվենք երկու հարկանի տուն սարքենք, որ գնանք կեսրարիս քթի տակ ապրենք։ Չեմ պատկերացնում, օրինակ ասենք, ուղղակի իրոք էլի իմ ամուսինը այսքան չարչարվում է աշխատանքից հետո գալիս է որ բան անի, տան վրա ինչ-որ մի գործ անի, հոգնած, ջարդված, սենց, հետո մենք գնանք կեսրարին, որ սենց քթի տակ ապրենք, շնչին նստած, իրանք էլ մեր շնչին։ Այս այսօր ամսի 29 ապրիլի ամսի 8-ին 9-ին գնալու են Արգենտինա ու նորից տարվա վերջ նոր տարվա կողմերը հետ են գալու, այնպես որ այդ մարդիկ իրանց կյանք ունեն, իրանք այստեղ գիտեք ոնց է, յուրաքանչյուրը առանձին ընտանիք են ու դա այդպես էլ պետք է լինի, ես շատ ճիշտ եմ համարում են մարդիկ, ովքեր հնարավորություն ունեն առանձին ապրելու, զույգերը, հա, տենց նոր ամուսնացած մանավանդ, տենց ես օրինակ ասենք այնքան կողմ եմ այդ, քանի որ իրանք առանձին ընտանիք են ու Աստվածաշնչում էլ է ասում, հա, կթողնի հորը եւ մորը, կմիանա իր կնոջը, տենց ու մեկ ընտանիք կլինեն, մեկ մարմին կլինեն։ Դա ամենաճիշտն է։ Օրինակ իմ եղբայրը իմ ծնողների հետ ապրում, քանի որ այս պահին այդ ձևը հարմար, բայց եւ որ իրանք որոշեն առանձնանան, իմ ծնողները դեմ չեն լինի, ընդհակառակը ամեն հարցով իրանց կօգնեն, կաջակցեն։ Այդքան։ Իսկ այստեղ արտասահմանը ժողովուրդ, այստեղ մեր այդ հայկական, գիտեք, կա, Մեքսիկայում էլ կա այդ ջիգեր ասվածը, բայց այս դեպքում չի գործում։ Այնպես որ տենց։ Ես մտածում եմ, գիտեք, որ իմ կիսուրը կենթանի լիներ, շատ բան ուրիշ ձևի կլիներ, քանի որ ինձ շատ լավ բաներ են պատմել, ամուսինս էլ միշտ օրինակ ասենք մեծ սիրով, չգիտեմ, իր բնավորությունը պատմելով, իր մասին պատմելով, ես մտածում եմ, որ ինքը սենց պայքարող տեսակ է եղել, սենց օգնող, հասնող, չգիտեմ, նաև ավետարանել է, նաև հոգևոր եկեղեցում ծառայություններ է ունեցել, նաև ես իր նման համարում եմ, որ Աստված ինձ հենց այնպես չի այստեղ դրել, ինքն էլ է երազների մեկնության պարգև ունեցել, ես էլ եմ այդ ուղղությամբ հոգևոր դաշտում, այնպես որ չգիտեմ, Աստված հենց այնպես չի ինձ այստեղ դրել, այնպես որ այսօրվա իրականությունը տարբեր է եւ ես շատ շնորհակալ եմ Աստծուց, որ այս տունը ունենք ու ես հաստատ չեմ թողնի իմ երկու հարկանի տունը,
որ ամուսին գիշեր ու զոր չարչարվել է ու գնամ իմ կեսարի ու իր կնոջ հետ ապրան, ինչա որ տենց մի խոսքով սա այսպես եւ եւս մի հարցի շուրջ ուզում եի խոսեի, մի քիչ երկար է լինում, բայց ուզում եմ եթե հնարավոր է արագ վիդեոներ դնեմ, գուցե մոնտաժեմ ու դնեմ, այդպես ու հա մի հարցի շուրջ էի ուզում խոսեի, որ շատերը մտածում էին, որ ես YouTube-ից դադար եմ վերցնում եւ որ իմ մոտ հղիություն լինի, այն ժամանակ կվերադառնամ, ես այդ մասին չեմ ասել, չեմ պատմել, շատերը այդ ակնկալիքով են գրել, գիտեմ շատերը օրհնել են բան, բայց շատերը մտածում են, որ եւ որ վերադառնամ, գուցե այդ նորությունով վերադառնամ, բայց չէ ժողովուրդ, ես նման բան չեմ ասել, ուղղակի վերջի վլոգում նյութում ասել եմ, որ սկսել եմ բժշկի գնալ, գինեկոլոգիս մոտ եմ գնում, այս պահին ընդունում եմ դեղեր եմ ընդունում, ինքը այդ նշանակել է եւ 3 ամիս պետքա ընդունեմ, հետո արդեն կերևա, այդ դեղերը օգնելու են, իր ասելով օգնելու են հղիության պահով, բայց ես չեմ ասել, որ հեսա մի հատ հղիություն լինի, այն ժամանակ կվերադառնամ, չէ, այդպես բան չի եղել, դրա համար գուցե մարդիկ մտածեն, որ եթե վերադարձել եմ, ուրեմն հղիություն կա, ասեմ, որ ոչ, նոր եմ սկսել դեղերը խմելը, այնպես որ այսօր 5-րդ օրն է, ամեն ամիս, 3 ամիս եմ խմելու, ամեն ամսվա մեջ 5 օր եմ խմելու, ընդամենը, ինքը ասեց մի տուփը բավականացնելու է, բայց ես հաշվում եմ չի բավականացնում, 2 ամսվա համար է բավականացնում, պետք է մի հատ էլ առնեմ, ինքը այդքան էլ էժան չի, բայց դե կառնենք, այսքան է ժողովուրդ, այնպես որ սկսում ենք նորից միանալու եմ, նորից պատմելու եմ ձեզ, դուք էլ խնդրում եմ ինձ աջակցեք, մոտիվացրեք ինձ, որ ավելի շուշուտ, ավելի սենց արագ վիդեոներ դնեմ, ձեր աջակցությունը շատ կարևոր է, լայքերը, կոմենտները ավելի շատ, ես շատ եմ ուրախանում, որ դուք կոմենտ եք գրում, ինչ-որ հարցնում եք, ինչ-որ հետս խոսում եք, կամ չգիտեմ, ինչ-որ ձեր միտքն եք արտահայտում, ձեր կարծիքը, այնպես որ մասնակցեք, դա շատ կարևոր է, ես էլ մտածեմ մազերս ներկելու և ուզում եմ այստեղ գնամ մի հատ, մազերս ով որ վերջի անգամ կտրել էր, բանը, անուն ինչը, երկարել է մազերս արդեն, գնամ տենամ այդ աղջիկը հոնքեր հանում է, թե չէ, չեմ ուզում շատ բարակացնեմ դե իհարկե, բայց շտկվի էլի սենց ինչ-որ կոկիկ տեսք ունենա, տեսնեմ, մազերս սենց է, մի քիչ երկարել է, պետք է ներկեմ, այս սրանք արդեն ան են եղել, դե քորենքս խիսելան, որի մազերը սենց ներկում է այս բաները, իրանք գուցե տեղափոխվեն Լեոն քաղաք և իմ ու իրա դարդը հենատով այն մազերը ներկելու, ասում եմ, ես կեզ կայցելեմ, դու հանգիստ եղի, այդպես որ տեսնենք ոնց ենք անում, եթե չէ, այցելելու փոխարեն կգնամ այստեղ այդքան փող պետքա տամ բենզին, կամ չգիտեմ ինչ-որ բենզին առնելու, կամ եթե ունակ ասենք ինչ-որ մեքենայով գնանք, այ այստեղ ինքան շոքա չեմ կար առանց թափացի վիճակով, հա, կամ օրինակ ասենք այդքան տրանսպորտին տալու փոխարեն ավելի լավ է գնամ այստեղ ինչ-որ մեկին խնդրեմ թարմացնի մազերս, թեկուզ այդ աղջկան ինք ճանաչում է բացատրի խիսելան ինչ տեխնիկայով արել, տենց, թե չէ, չգիտեմ,
Կամ էլ ցրվելու համար կարելի է այտենց մեկ թռնել լեոն այտենց ու որ ինքը իմ մազերը ներկի Haman կգանք համ ձեզ ցույց կտամ Լեոն քաղաքը շուտ բանից չենք գնացել վերջի անգամ չեմ հիշում երբ ենք գնացել ինչ-որ հարցեր կային չեմ հիշում մի 2 տարի առաջ էր երևի իսկ իմ փաստաթղթերը Լեոն քաղաքում ենք սարքել իմ կացության եւ այլն Okay այսքան է ժողովուրդ ես այնքան շոկա չեմ կարողանում գործեմ բայց ուզում եմ նայեք մի մեշոկ թել եմ առել ուրեմն գնացել եմ այդ բանի տեղը թելերի առնել տեղը տեսա որ այս թելերը ստացել են Սրանք կարտոֆու ամիգուրումի նման թելեր են մի քիչ տարբերություն կա ավելի sense փափուկ են թույլ են sense իրենց բայց էլի խառնուրդ են ակրիլ ու բամբակ խառնուրդ են sense սիրուն գույներ կա ուղղակի մուգ գույն է ավելի շատ sense էլի բաց գույներ կա բայց կուզենայի օրինակ ասենք բեժ շագանակագույն երանգներ լիներ սպիտակ կեղտոտ սպիտակ հա տենց ոսկորի երանգ այդ դրանք չկար ու պատկերացրեք ինչքան փող ունեի տվել եմ Ինչ ունեն, մենակ մի հատիկի փողս չհերիքեց, այն շաբաթ այս կիրակի որ գնամ վաճառված չլինի կվերցնեմ, պես որ բանի այս երանգի էր կարծեմ, այս փիրուզի երանգի էր, էկրանի շատ վառա ցույց տալիս, ավելի ինքը հանգիստ է Սաղ ունեցածը պատկերացնեք մի հատիկ չհերիքեց մի հատիկի պակասեց գումարս որ չալարեի կգնայի այնտեղ մեր հարևանուհուն որ ինչ-որ 20 պեսո կուզեի բայց զայլից գնաց հավես չկար այդքան գնալ նորից քայլել աստե լավ դե ոչինչ այդքանը տուր ինձ գիտեք ինչքան եմ սպասել այս թելերին այդ աղջիկը մնացել է զարմացած ծիծաղում ավրես ասում հա ինչ ինքը ես միշտ գնում եմ լիքը թելեր եմ առնում գիտեք որ լիքը թելեր եմ առնում ու ինքը քանել թանկ չէր 34 պեսո էր մի հատը այնպես որ տենց Սաղ առա մի հատիկ թողացի ու եկա ուրախ եկել եմ տուն մնում է սկսեմ գործել բայց այստեղ այնքան շոկ է մի հատ փոքր վենտիլյատոր ունեմ այստեղ այնքան աղմուկ է հանում ահա որ ուժեղ որ օրինակ ասենք ֆիլմ եմ դնում նայում կամ շոու վիդեո եմ դնում նայում չեմ լսում այդ վիդեոյի ձայնը այնքան աղմուկ է մտածում եմ երևի մեծը բերեմ այստեղ ներքևի մեծ վենտիլյատորը բարձրացրել ենք այստեղ սենյակ մեր ննջասենյակ աչքիս էնի բերեմ որ անաղմուկ աշխատում կան էսից տրակտոր էլերի լավ ժողովուրդ շատ խոսեցի մյուս անգամ որ կապի դուրս գամ բանկանեմ ցույց կտամ իմ գործերը Okay շատ խոսեցի գնացի Որին նայքի մոտ ինչա կատարվում մամայիս հետ էի նոր խոսում այստեղ սենց մի հատ վերջի մնացորդով փիսոներ եմ գործել այնտեղ գործեր ունեմ հետո ցույց կտամ այս ընթացքում ինչ եմ գործել մի հատ պատվեր եմ գործել այնքան շոկա որ չեմ կարող նորմալ բան գործեմ մեկ էլ էս եմ վերջի եմ որ սենց հերիքացրել եմ չգիտեմ ինչքանով է նման կատվի ասեք եւ այստեղ շորիկ եմ գործում իրան ու նաեւ ծառայության եմ այսօր ճիշտ ասած ասի միջև միացնելը ձեզ ցույց տամ այնտեղ այստեղ նայեք տեքրես այս կտուրը արդեն հանել է ու մենք կամած մանրից արդեն պետքա սկսենք շինարարությունը մեր զալի նայեք այնտեղ կտուր չկա արդեն արհեստանոցը այնտեղից լրիվ հանում է Այստեղ բետոնն էլ ամրացրել է ինչ-որ, ամրացրել է սա պատուհանը, ցանցը, այստեղ կարողանում եմ բացեմ,
տենց մեր բանաններ ունենք հեսա նայեք ընդեղ տեքրս լրիվ հանելա բան սենց հեսա ներքևը երևում է այստեղ արհեստանոցի լրիվ դատարկած է բան վաբշեմ հանելու է որ այս սկսենք շինարարությունը ուզում եմ այստեղ ցույց տամ թե ոնց է եղել այստեղ գալուց պետք է զգույշ լինենք սենց ենք բարձրանում վերև պետան ասում է ոնց ես բարձրանալու չեմ բարձրանալու շատ բարձր է սենց բարձրանում ենք վերև բալկոն լրիվ հանելը տեքրս կտուրը այստեղ մեր սարն է լինելու պատկասում եք ես սենց բարձրանամ վերև արդեն շատ բարձր է մամա Miel, արի Այ սերտս կանգնեց միելը դուրս էր եկել Այ տղծածք եմ Այ որ գնար չի հարցնելու բռնեմ տեղ պակ եմ եսա Okay, ժողովուրդ ուրեմն այս բանը տարածքը մերն է բետոյան ունով է ու կես բանի տեքորոստ արհեստանոցը տեղ էր գտնվում, բայց մենք շատ շուտվանից դե եւ որ եկել ենք գիտենք որ դա մեր տարածքն է պետք է ազատելու վերջապես տենց կամաց ազատը հիմա տեսնենք երբ ենք սկսում պետք է մարդ կա էլի տենց մենք չենք կարա բան որ պետք է կա շինարար բետոնը գնացել է տախտակ տնա այդ տախտակ առնելու տեղը բացա թե չէ կան որ այսօր ուրբաթ է ու կեսօր աշխատել տոնի հետ կապված ամսի 1-ի հետ կապված վաղը շաբաթը տաննա կիրակի տաննա այս ներքևի հարկում ներքևը սենց ուզում եմ հատ պոլկա դնեմ ու մեկ էլ նայեք այս կողքերին այստեղ ու պատուհանի մյուս կողմը ես դեռին վարագույրը չեմ փոխել ժողովուրդ սենց մեկ էլ սենց ընդեղ սենց պոլկեք դրվի որ այստեղ մի մեշոք թել ունեմ չի տեղավորվում այնտեղի թելերն էլ բերեմ այստեղ իրանց մոտի միացնեմ իրար Հետև հիմա տեսնենք հուսամ բացա կառնի եւ հեսա կգնանք բան դերսոլ եմ ուզում մի հատ մտնենք ընդեղից բան ունեմ առնելու վաղը մի հատ իրադարձություն է տեղի ունենում շատ կարևոր իմ համար վաղուց էի ուզում ու իրականանալու է չեմ ասի թող լինի նոր դա անպայման կտեսնեք դուք էլ կտեսնեք այդ ամեն ինչը ողջույն ես շոր եմ փորձում դերսոլում շորտ մայկը սա է չեմ տղի և շորտը մեկը սա է դուրս չի գալի հեսա մյուսներ երկու հատ էլ ունեմ այս մեկը ոչինչ չգիտեմ և սա մի քիչ կորճո չգիտեմ բայց մի քիչ մեծ է ջինսը չգիտեմ Չէ բրազում եմ դաս ունեմ Ողջույն բոլորին ուրեմն ես երեկվա գնաց շորերը ցույց տամ այս մայիչկան վերցրեցի նաև ոնց անեմ որ երևա ու այսօր շատ կարևոր օր է ինչպես նշեցի ես այսօր ջրով մկրտվելու եմ
Ուրեմն վաղուց եմ հա եկեղեցի հաճախում, ապաշխարել, բայց ջրով մկրտված չէի, քանի որ եկեղեցի չունեի, այս եկեղեցին էլ որ գնում եմ, մի անգամ էին դրել մկրտություն, այն էլ ոնց որ ինձ հարմար չէր, չստացվեց, եւ էսի մի քանի օր առաջ Դանիելան դրել էր խմբում, որ մկրտություն կա եկեղեցում, ես այտենց զրուցեցի Աստծո հետ, հասկացա, որ եկել է ժամանակը, որ ես էլ ջրով մկրտեմ։ Այնպես որ լինելու է մկրտություն այնտեղից ինչքան հնարավոր ցույց կտամ, եթե կարելի լինի իհարկե, բայց շատ ուրախ եմ, սենց ոգևորված եմ, գիտեմ, որ դա մի հատ շատ կարևոր էտապ է, որ յուրաքանչյուր հավատացյալ պետք է անցնի, ինչպես որ Հիսուսը մկրտվեց, ինչպես իր աշակերտները մկրտվեցին եւ բոլորը Հովանես մկրտիչը մկրտում էր բոլորին, ովքեր որ ցանկանում էին, ովքեր ընդունում էին Տիրոջը, Աստծո գալուստի մասին էին խոսում, Հիսուսի գալուստի մասին էին խոսում, այնպես որ դա շատ կարևոր է մկրտությունը։ Այսքանը։ Ուրեմն շատ ոգևորված եմ եւ միջև վերջ ցանկացա սենց պահել, որ սենց վերջի պահին տենց հայտնեմ ձեզ եւ հետաքրքիր է, որ որոշ ժամանակ տենց մի ամիս դադարից հետո վերադառնում եմ մկրտությամբ, հուսով եմ, որ նոր բան կսկսվի, նոր էտապ կսկսվի եւ օրհնված էտապ կսկսվի, չգիտեմ, մի տեսակ սենց ոնց որ նորի սպասումի զգացումով եմ լցված ու ոնց որ զգամ, որ ինչ որ մի բան, նոր բան սկսվելու է, մի նոր էտապ, հոգեվոր, ֆիզիկական դաշտում, հա, տենց ամեն առումով։ Եվ մկրտվեմ, իմ էմոցիաների մասին կպատմեմ եւ այն ժամանակ խորհուրդ կտամ ինչ որ բաներ։ Հիմա եկեք ուղակի նայենք, հա, մկրտությունը, սպասում ենք Դանիելային, որ Դանիելան գալու է մեր հետևից, մեզ տանի վաղուց չեմ տեսել Դանիելային, տենց կարոտել ենք եւ հուսով եմ, որ ամեն ինչ լավ կլինի, իհարկե։ Այսքանը կհանդիպենք մյուս հատվածում, արդեն չգիտեմ, արդեն մկրտության վայրում։ Լինելու է բան, սենց մի հատ տարածք ենք գնալու, չգիտեմ ճիշտն ասած, լինելու է լողավազան, մեծ լողավազան։ Ու ասում են լիքը մարդ կան, որ պետք է մկրտվեն։ Ուրեմն քանի սպասում ենք Դանիելային, ցույց տամ այստեղ։ Այստեղ բետոն սենց կտուրներ ա դրել, մի քիչ ավել երկարացել ա, ճիշտ էսի, որ անձրևը չգա, այնտեղ էլ ա կտուր դրել։ Սենց մի քիչ հավաքվել է, այս ծառը լրիվ չորացած տերևներից մաքրվել է, արանքը տոնիկ ա դարձել։ Այստեղ սենց նայեք լրիվ դուրս է եկել։ Սե գորդոնը, ինչպես միշտ ձանձրանում է։ Նայեք, այստեղ ոնց է։ Այստեղ մենք սենց բարձրանում ենք բալկոն։ Հիմա այս որ այստեղ սենյակ է դառնալու ու այնտեղից շարունակվի։ Սենց բետոն այնտեղ դրել է կտուր, որ անձրև բան տենց արև պաշտպանի։ Տենց պատկերացնում եք, ես սենց բարձրանամ վերև հիմա, սենց ներքևը բարձր, միշտ սենց ենք բարձրանում։ Okay, բետոն բակում է, բանը փողոցում է, սենց այստեղ էլ բանաններ ունենք, ասել են այսօր լվացքեր անում, սրանք պետք է հասնեն, մի քիչ կանաչ են, բայց սենց էլ կարան սարքեն, սենց բան են, չիպսեր են սարքում։ Այկովայք։ Beto no estaba aquí como unos 15 años y casi no conoce. ¿No conoces Beto?
այստեղ ենք մկրտվելու։ En este momento, Señor, nos ponemos en tus manos, Padre. Te pido que traigas en nosotros, Señor Dios, ese nuevo nacimiento, Padre, que dejemos en esa agua, Padre, las cosas viejas y que podamos nacer en una nueva naturaleza, Señor. Bendice a cada persona que está aquí presente, Señor, que pueda sentir tu presencia, Espíritu Santo. Te necesitamos en este momento y que así como te presentaste en el momento que Jesús se bautizó, así estés presente en este momento. Padre, te queremos tener en este lugar, en este tiempo. A ti, Señor Jesucristo, queremos que los tres estén aquí mismo, Señor, para que tú traigas esa nueva naturaleza en cada uno de ellos. Gracias te doy por cada persona que está aquí, por las personas que van a bautizar, en el nombre de Jesús. Amén. Amén. Всё, մենք տանն ենք, մի քիչ տանի հետ իր տանը զրուցեցինք, եկանք։ ¿Tus emociones? ¿Cómo sentiste que tu esposa se bautizó con agua? Pues bien, se siente como emoción, ¿no? Hay como una emoción a veces. O viendo así a las personas también, que tienen un propósito pues en la vida. Ուսմա ասենց ուզմունքով ես նայում, քանի որ անգամ բոլորին, հա, ովքեր որ մկրտվում են, ուրախանում ես, որ ինչ որ նպատակ ունեն իրենց համար, իրենց կյանքի համար, conocer a Dios, no? Աստծուն ճանաչելու համար։ Քանի որ բոլորը տենց ասում են, հարցնում էր հովիվը, ինչի համար ես ուզում մկրտվես ջրով, ու իրանք ասում էին իրենց պատճառները։ Ես էլ ասացի։ ¿Y tú qué piensas que yo dije mi opinión? ¿Escuchaste? Sí, escuché. No, pues estaba bien. O sea, que para conocer más de Dios, ¿no? Y todo eso. Ես ասացի, որ Աստծուն ավելի լավ ճանաչեմ, ավելի խորը, ու դրա համար ինձ պետքա բոլոր այդ արգելքները հանել, այսինքն սայլ անցնել, որ հաջորդ էտապն է տանում։ Այսքանը, մինչ նոր հանդիպում։ Այստեղ մենք գնումներ ունենք առավոտը բետոն գնացել էր շուկա մենակով, գնել էր միրգ, բանջարեղեն, այստեղ տարբեր գազար, վարունգ, վարունգ չէ, այստեղ ունենք խաղողներ, արդեն կերել է մի քիչ շատ համով խաղողա, այս էլ այստեղ պոպոկ եմ չորացել, այստեղ ունենք պոպոկ, այստեղ տորտիա, այստեղ էլ ուրիշ ընդեղեն ունենք, այստեղ ավոկադո ունենք, և այսի մի վարկյան
Նոր գնացել ենք Ավրերա, հեսա սիստեմ ինչ ենք գնել Ավրերայից։ Ինչ ուշադրություն մի դարձեք, ես ինքան հոգնած եմ արդեն։ Այստեղ ազնվամորի հապալած չկար։ Այստեղ սպանախ եմ գնել, սպանախ։ Եվ գրանոլա։ Այստեղ 3 հատ յոգուրտ եմ գնել, սրանք շատ են դուրս գալի Դանոնի, սա եմ վերցնում, մեկ էլ հատապտուղներին եմ, 3 հատ վերցրել եմ, սա հատապտուղներ, շատ է դուրս գալի, այստեղ ունենք խոնավ անձեռոցիկ, եսի վերջացել էր իմ մոտինը, շատ եմ օգտագործում և այստեղ բազուկ և կաղամբ ենք գնել, բետոն բորշա ուզում, էսա, էշ հատ պետք է սարքեմ, այստեղ հիսաներ ինկեր, այստեղ ունենք համեմ, մաղադանոս և այստեղ ունենք սենց դելքե պանիր և կաղամբը, այսքան բան ենք գնել ժողովուրդ և եկեք հրաժեշտ տամ այս հատվածով էլ, որ տեսանյութը մոնտաժեմ, ձեզ ներկայացնեմ, շնորհակալ եմ ձեր համբերության համար, որ սպասեցիք, հուսով եմ կուրախանաք, որ շատ երկար չեմ դադար վերցրել և ուզում եմ, որ Աստված օրհնի յուրաքանչյուրիդ, այն մարդիկ, ովքեր դեռ մկրտված չեն ջրով, անպայման մտածեք այդ ուղղությամբ, աղոթեք, Տիրոջը հարցրեք և թող Աստված յուրաքանչյուրիդ օրհնի, շատ օրհնի, բոլորիդ գրկում եմ, կհանդիպենք